Օրերս Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն Աբու Դաբիում արժանացել են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակին։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են, հակամարտության էջը փակ է, իսկ հանդիպման ժամանակ համաձայնել են ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի շուկաները միմյանց դեռ անծանոթ են։ Պապոյանի խոսքով այս ամենի համար հարկավոր է ժամանակ, եւ պետությունը պետք է պայմաններ ստեղծի։ Ասաց, դրանց մի մասը ստեղծվել է, մի մասն էլ ընթացքի մեջ է։ Կողմերը փոխանակվել են այդ ցանկերով եւ գործարար միջավայրը այդ թվում նաեւ իրենք են մեզ երկար ցանկ տվել եւ մենք իրենց եւ գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Պապոյանը նաև հիշեց, 2 տարի առաջ, երբ նոր էր նշանակվել, հիմնական խոսակցությունը հարձակում լինել-չլինելու մասին էր, հիմա խոսույթը փոխվել է։ 2 տարի առաջ, երբ որ բոլորը խոսում էին նրա մասին, որ կարող է լինի, ամեն պահի կարող է լինի պատերազմ, հիմա բոլորը խոսում են նրա մասին, թե ինչի օրինակ այս կամ այն ապրանքը չի վաճառվում, կամ դեռ չի վաճառվել, ես կարծում եմ, որ սա արդեն շատ լավ է։ Ռադար Արմենիայի հետ զրույցում փորձագետ Ռուբեն Գալիչյանը կարծիք հայտնեց, տնտեսական կապերի զարգացումն առաջնահերթություն է։ Ներ եւ ադրբեջանցիների միջև այդ հանգիստ վերաբերմունքը դեռևս չկա։ Առաջերտի մենք խաղաղության պայմանագիր պետք է ստորագրենք, պետք է խաղաղություն ունենանք, տեսնենք Ադրբեջանը իր հանձնառություններն անում է, որ մեր սահմաններից պիտի դուրս գա։ Մենք էլ մի փոքր կտոր Ադրբեջանի հողամաս ունենք գրաված, նա էլ մենք կթողնենք, բայց մինչև այդ գործը չկատարվի, կարող է թղթի վրա եւ բանակցությունների մեջ այդ խաղաղությունը լինի։ Նրա գնահատմամբ, երբ զարգանան առևտրական կապերը, տարբեր երկրներ տարբեր ճանապարհներով կհասնեն ամբողջ աշխարհին։ Տնտեսական տեսանկյունից կունենանք ուղիղ ճանապարհ դեպի Պարսից ծոց, միջերկրական եւ արևելյան շուկաներ։ Երբ ժողովուրդները իրար հետ ապրում էին թուրք եւ ադրբեջանցին եւ հայը Արցախում ապրում էին նույն տարածքում նախքան այս անկախությունը, դա մեծ խնդիրներ չէր առաջացնում, հարաբերվում էին, բայց երբ որ անկախացան, առաջի երթին իշխանությունները սկսեցին իրար դեմ թշնամություն տարածել։ Ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին, Գալիչյանի խոսքով Ադրբեջանում տարիներ շարունակ հակահայ քարոզչություն է իրականացվել։ Ադրբեջանի նախագահը չի շտապում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն հայտարարում է. մենք սովորել ենք ապրել խաղաղության մեջ, սա յուրահատուկ զգացողություն է։ Փորձագետի խոսքով նա 30 տարի հայտարարում է Հայաստանի նկատմամբ պահանջներ ունենալու մասին։ Իր ժողովրդին իր խոսք պիտի ասի, պատասխան պիտի ունենա տալու։ Հետևաբար ձգձգում է տեսնի ինչպես կարող է լինի այդ գործը եւ աշխատելու է ձգել այդ խաղաղության պայմանագիրը, ինձ թվում է այնքան որ ինքը հնարավոր լինի այդ գործն անի։ Անդրադառնալով խաղաղության խաչմերուկին, Գալիչյանը նշեց, Ադրբեջանի կողմը դեռևս այն անվանում է Զանգեզուրի միջանցք, մինչդեռ այն Զանգեզուրով անցնող հայկական ճանապարհ է։ Մեր համաձայնագիրը իրենք ստորագրել են Վաշինգտոնում օգոստոս 8-ին, այդ անունը գոյություն չունի։ Կա տարանցիկ ճանապարհը, որ իրավունք ունեն ադրբեջանցիները այստեղ, ադրբեջանը գնացի Հայաստանի ճանապարհով, Հայաստանի գնացներ անցնի Նախիջևանի Ադրբեջանի ճանապարհով։ Փորձագետի խոսքով տարբերություններով կապերի զարգացումը հնարավորություն է տալիս ժողովուրդներին բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, եւ հենց այդ նպատակով էլ իրականացվել է թրիփի եւ խաղաղության խաչմերուկ ծրագրերը։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։